Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի Սևծովյան Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին, այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։ Նրա խոսքով վնասվել են նավամատույցները, պահեստները եւ երկաթուղային ենթակառուցվածքները։ Կուլեբան նաեւ նշել է, որ Զապորոժիայի հարավային հատվածում կայարանի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ նախատեսված հարձակումը հետաձգվել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի եւ վարչապետ Շեհբազ Շարիֆի խնդրանքով։ Նրա խոսքով պատճառը նաեւ այն է, որ Իրանի ղեկավարությունում արկա են ներքին տարաձայնություններ եւ Վաշինգտոնը սպասում է միասնական առաջարկի ներկայացման։ Թրամփը նշել է, որ ամերիկյան զինուժին հրահանգվել է շարունակել շրջափակումը եւ մնալ լիարժեք պատրաստվածության մեջ։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև Իրանի կողմից առաջարկ ներկայացվի եւ բանակցություններն ավարտվեն։ Իրանը չի բացառում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները։ Reuters-ի փոխանցմամբ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանը կարող է մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Պակիստանում նախատեսվող բանակցություններին, եթե Վաշինգտոնը հրաժարվի ճնշումների եւ սպառնալիքների քաղաքականությունից։ Նրա խոսքով Իրանը մերժում է այնպիսի բանակցությունները, որոնք միտված են կապիտուլյացիայի։ Պաշտոնյան նշել է, որ միջնորդի դեր ստանձնած Պակիստանը շարունակում է ջանքերը համոզելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին վերացնել ծովային շրջափակումը եւ ազատ արձակել իրանական դրոշի ներքո նավարկող բեռնանավն ու անձնակազմին։ Թեհրանը նաեւ մեղադրել է Վաշինգտոնին լարվածությունը նվազեցնելու փոխարեն նոր խոչընդոտներ ստեղծելու մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշնանը նախատեսված Պետդումայի ընտրությունները կանցնեն բարդ պայմաններում։ Նրա խոսքով քվեարկությանն առաջին անգամ կմասնակցեն նաև Ռուսաստանի հետ վերամիավորված 4 տարածաշրջանների բնակիչները։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի հակառակորդները կփորձեն պառակտում մտցնել եւ ապակայունացնել հասարակությունը, սակայն այդ փորձերը ըստ նրա կկանխվեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լիբանանում եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունությունը հնարավոր է միայն մի քանի հիմնական պայմանների կատարման դեպքում։ Նրա խոսքով անհրաժեշտ է իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանի տարածքից, Հեզբոլլահի զինաթափում լիբանանյան իշխանությունների կողմից միջազգային աջակցության պայմաններում, նաեւ երկրի հատկապես հարավային շրջանների վերակառուցում։ Մակրոնը նշել է, որ Հեզբոլլահը ռազմավարական սխալ է թույլ տվել Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելով եւ պետք է դադարեցնի հարձակումներն Իսրայելի վրա։ Նա նաև կոչ է արել Իսրայելին հրաժարվել տարածքային նկրտումներից եւ ընդունել, որ իր անվտանգության լավագույն երաշխիքը ուժեղ լիբանանյան պետությունն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետներն ավարտել են Դրուժբա նավթամուղի վնասված հատվածների վերականգնումը եւ խողովակաշարը կարող է վերսկսել աշխատանքը։ Նրա խոսքով, թեև երաշխիք չկա, որ Ռուսաստանը կրկին չի թիրախավորի ենթակառուցվածքը, սակայն համակարգի գործարկման համար անհրաժեշտ հիմնական պայմաններն արդեն ապահովված են։ Զելենսկին նշել է, որ Կիևն այժմ սպասում է Եվրամիության նոր օգնության փաթեթի հաստատմանը։